Ապրիլի 4-ին ուկրաինական Կրիվոյ Ռոգ արդյունաբերական քաղաքի բնակելի թաղամասի ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, որոնց թվում 9 երեխա, հայտնում են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։ Նախագահ Զելենսկիի հայրենիքի քաղաքի վրա հարձակումը դարձել է այս տարի խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկը, հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանի նահանգապետ Սերգեյ Լիսակը։ Նա նշել է, որ քաղաքում փրկարարական գործողությունը շարունակվում է, ներքին գործերի նախարարի փոխանցմամբ ավելի քան 50 մարդ վիրավորվել է, նրանց թիվը կարող է աճել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման թիրախը քաղաքում ռազմական պաշտոնյաների հանդիպումն էր եւ հարվածն էլ բնութագրել որպես բարձր ճշտկրտություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնաբանել է ուկրաինական հարցի շուրջ բանակցային գործընթացի առաջընթացը եւ ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական գործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի այցը Վաշինգտոն։ Պետքարտուղարն ասել է, որ Սպիտակ տունը ուշադիր հետևում է Ռուսաստանի գործողություններին եւ կգնահատի Մոսկվայի պատրաստակամությունը խաղաղությանը, իսկ դա հասկանալու համար ոչ թե ամիսներ, այլ մի քանի շաբաթներ էլ բավարար է։ Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը մտադիր չէ անverջ բանակցություններ վարել եւ պատրաստ է մեծացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Ռուբիոյի խոսքով Ուկրաինան արդեն ցույց է տվել հրադադարի եւ բանակցությունների իր պատրաստակամությունը։ Այժմ նշել է նա, Ռուսաստանն ու նրա ղեկավարությունը պետք է որոշում կայացնեն։ Ֆրանսիացի զինվորականներն առաջիններից են, որ կտեղակայվեն Ուկրաինայում, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Երբ եւ ինչ քանակով չեմ կարող ասել, բայց նման պայմանավորվածություններ ունենք Ուկրաինայում օտարերկրյա զորակազմի տեղակայման շուրջ բանակցությունները կշարունակվեն եւս մեկ ամիս։ Շատ այլ երկրներ ցանկանում են զորք ուղարկել Ուկրաինա, ասել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուսով է, որ ԱՄՆ-ն իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի դեպի Ասիա առանց Եվրոպայի համար անակնկալների։ ԱՄՆ-ն ավելի շատ կկենտրոնանա Ասիայի վրա, ինչը երկարաժամկետ հեռանկարում հավանաբար կնշանակի, որ պետք է փոխվի ռազմական ուժերի հավասարակշռությունը։ Ես հավատում եւ ակնկալում եմ, որ դա կարվի առանց անակնկալների, ասել է Ռյուտեն։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան ռազմական ուժերը, ներառյալ միջուկայինը, մնում են Եվրոպայում։ ԱՄՆ մաքսավորներն արդեն սկսել են գանձել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած միակողմանի 10% մաքսատուրքը բազմաթիվ երկրներից ներկրումների համար, իսկ հաջորդ շաբաթ պետք է սկսվեն ավելի բարձր մաքսատուրքեր 57 խոշոր առևտրային գործընկերների ապրանքների համար։ Նախնական 10%-ակը գինու ուժի մեջ է մտել ԱՄՆ ծովային նավահանգիստներում, օդանավակայաններում եւ մաքսային պահեստներում կեսգիշերից հետո։ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ը հռչակեց Ամերիկայի ազատագրման օր եւ մոտ 60 երկրից ներմուծվող ապրանքների համար 10%-ից մինչեւ 50% մաքսատուրք մանեց փաստացի աշխարհին առևտրային պատերազմ հայտարարելով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է երկուշաբթի այցելել Սպիտակ տուն, հայտնում են Axios-ի աղբյուրները։ Նշվում է, որ եթե այցը տեղի ունենա այնպես, ինչպես նախատեսված է, Նեթանյահուն կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, ով անձամբ կհանդիպի նախագահ Թրամփին, փորձելով բանակցել Թրամփի մաքսատուրքերը հանելու վերաբերյալ գործարքի շուրջ։ Սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև Իրանի միջուկային ճգնաժամը եւ Գազայի պատերազմը։ Այս շաբաթ այցելելու համար, սակայն, Նեթանյահուն պետք է խնդրի իր կոռուպցիոն գործով դատավարության դատավորներին չեղարկել պլանավորված լսումները, որոնց ընթացքում ակնկալվում էր, որ նա կշարունակի իր ցուցմունքը։